Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Լույս տեսավ Western Armenia շաբաթաթերթի 75-րդ թիվը։ Լսելով մեծ մորս ցեղասպանության վկայությունը այսօր կգրեմ անոր ցայնը։ Բրգված մասոնք 1859 թվականով տվագրված արձատե մասնադուփ Համլետ Հովսեփյան։ Ախալքալակի դպրոցահասակ բռնցքամարտիկները մասնակցեցան Վրաստանի ախոյանության։ Կերճի մեջ բացվեցավ Թամանյան 89-րդ հրաձգային դիվիզիոն նվիրված հուշահամալիրը։ Անկարայի մեջ կբնթեն Տեհրոմի Բաբի մեծ բաբը Սեդրակ Բարսեղյան 1915-ին առաջ ապրած է Արևմտյան Հայաստան։ Վանալիջին մեջ ճայերու եւ դարեխներու բայկարը։ Ժաբավեններ, որոնք կպատմեն հայրու դեմ իրականացված ցեղասպանության մասին։ Լույս տեսավ Western Armenia շաբաթաթերթի 75-րդ հոբելյանական թիվը։ Շաբիգին պատկերված է հայ մեծ կուսան եւ Աշուխ Սայատնովան, որու ստեղծագործական ժառանգությունը հայ մշակույթի անբաժան մաս կկազմի։ Շաբաթաթերթի այս թիվին մեջ ընդգրկված են շարք կարևոր հոդվածներ, որոնք կվերապերին քաղաքական, բնաբահբանական եւ պատմամշակութային զարգացումներու։ Թերթին այս համարով ներկայացված է նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 14-րդ նիստի ամփոփումը։ Մեկ այլ ուշագրավ հոդված նվիրված է Արևմտյան Հայաստանի էքշիսու ճահիճներուն։ Հատուկ անդրադարձ կա նաև հինավուրց Պորդասարի հուշագոտողին, որ ներկայացված է իբրև Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգության կարևորագույն նմուշներեն մեկը։ Շաբաթաթերթի հայերեն, ֆրանսերեն, անգլերեն եւ թուրքերեն դարբերակներուն կարելի է ծանոթանալ մեր պաշտոնական գայքեչին մեջ նշված հղումով։ Սեթա Անտեկելյան, հայերու ցեղասպանությունը վերաբրած Մարի Անտեկելյանին Ձորնուհին, կխոսի որպես 4-րդ սերունդի ներկայացուցիչ։ Մարի Անտեկելյանը ծնած է 1904-ին այնտապ։ 1915-ին ընտանիքը քրիստոնյա տերցակներու 6 զավակ ունեցող ընտանիքը փրկված է մորքաչությամբ։ Հայրը վերապրած է աքսոր եւ ընտանիքը երկար ժամանակ քաղտնի ապրած է քոյադևելու համար շարունակելով գարի գործը։ Սետան գխոստովանի թե ինքը այդ ողբերգությունը անցամբ չէ ապրած։ Ան Մարիի պատմությունը լսած է դասնամյակներ յետք հիմնադրամի ցայնագրված վկայությունեն։ Այդ արխիվը կբահե հազարավոր վերապրածներու ցայներ ներառյալ հայերու։ Այսօր վերապրածներ չկան, բայց անոնց ցայները գաբրին մեր միջոցով։ Մենք ենք անոնց հիշողությունը։ Մենք բարդավոր ենք պատմել եւ զսկուշացնել, կհայտարարե Սետան։ Ան իր նախնիներու ժառանգությունը կբահե Ադանայի եւ Հաչնի հոգեվոր ու անտաբի տերցակներու մշակութային ավանդներով։ Եվ ամեն օր մեծ պատվով կգրտնեմ իմ մեծ տատիկի ցայնը, կգրտնե ան։ Հայկական գիրարական արվեստի հատկանշական նմուշները հավաքող Համլետ Հովսեփյան իր թիմադեդրի էջին վրա հրաբարակած է լուսանկարներ հետևյալ գրառումով։ Փրկված մասոնքներ 1859 թվականով տվագրված արձատե մասոնքի դուփ։ Պատկանած է Արևմտյան Հայաստանի հայուհի Դակուհի Դեկեյանին։ Վարպետը դուփին մեջ ցկած է իր հայադար գնիկը Գրիգոր։ Ախալքալակի մարզահամալիրի 13 պատանի սաներ կմասնակցին Վրաստանի բռնցքամարտի դպրոցահասակ դղոց եւ աղջկանց ախոյանության, որտեղի կունենա Քութայիսի քաղաքին մեջ մայիս 12-ին 18։ Մրցաշարքին մասնակցողները 13-ին 14 տարեկան են եւ ներկայացուցած են դարբեր մարզաձևեր։ Ախալքալակը կներկայացնեն 12 դղակ եւ 1 աղջիկ Գոհար Աբտոյան։ Մարզահամալիրի դնորեն եւ Վրաստանի վաստակավոր մարզիչ Ադոմ Էլիզբարյան նշեց, թե մրցաշարը կարևոր դեր ունի պատանիներու զարգացման եւ հաջորդ միջազգային մրցաշարքերուն մասնակցության առումով։ Սպասումներ ունենք, որ մեր սաները պիտի վերադառնան հաղթանակով, ըսավ ան։ Մրցումները սկսած են մայիս 13-ին, իսկ ավարտական արդյունքները կհայտարարվին մայիս 18-ին։ Մայիս 7-ին Գերջ քաղաքին մեջ բացվեցավ 89-րդ Թամանյան հայկական հրաձգային դիվիզիո հերոսներուն նվիրված հուշահամալիրը։ Միջոցառումը կազմակերպած էին Ռուսաստանի հայերու միության Գրասնոդարի մասնաճյուղը եւ Ղրիմի հայկական ինքնավարությունը։ Հուշարձանը կխորհրդանշե հայրենական մեծ պատերազմին հայ մարտիկներու ներդրումը եւ ժողովուրդներու միասնական պայքարը։ Բացման բադիվը շնորհված էր խորհրդային միության հերոս Հարություն Մկրտչյանի ընտանիքին։ Արարողության ներկայ էին հոգևոր, պետական, մշակութային գործիչներ եւ հերոսներու ժառանգներ։ Միջոցառման ընթացքին հնչեցին ուղերձներ, գայացավ համերգ եւ ներկաները ձաղիկներ դրին հարկանքի դուրք մատուցելով զոհվածներուն։ 89-րդ հայկական դիվիզիան մասնակցած է Կովկասի, Կրասնոդարի եւ Ղրիմի ճակատամարտերուն եւ հասած մինչեւ Բերլին։ Դիվիզիո 7333 զինվոր բարգեւատրված է, որոնց մե 9 խորհրդային միության հերոսի գոչումով։
Թերքագան Միլլի գազետ թերթը գբնթե թե Հռոմի Լեոն 14-րդ բաբի նախաբաբը Սեդրակ Պարսեհյան մինչև 1915 թվականը բնակած է Արևմտյան Հայաստանի մեջ։ Ըստ հրապարակման Սեդրակ Պարսեհյան 1915-ին քաղտած է Գայսերի քաղաքեն դեպի Արժանտին։ Անոր քույրը Եվա Օհանյան նույն ժամանակահատվածին մնացած է Կոստանդնուպոլիս։ Սեդրակ Պարսեհյանի որդին հետագային տեղափոխված է Միացյալ Նահանգներ, ուր ալ ծնած է ապագա հոգևորականը Լեոն 14-ը։ Ամեն տարի ապրիլեն հուլիս Վանա լիճի դարեխները կսկսին իրենց բնական քաղտը լքելով աղի ջուրերը եւ շարժելով թեպի քեդերու քաղցրահամ ջրերը զոկավորման համար։ Այս ընթացքին անոնք կլողան հոսանքին հագարակ եւ գցածկեն խոչընդոտներու վրայեն ստեղծելով եզակի դեսարան։ Այս բնաշխարհիկ երևույթը դարձած է Վանի քարնանային նշանավոր դեսարժանություններեն։ Մուրադիե Քաբարի քեդերուն մոտ տասնյակ ջայեր կհավաքվին որսալու համար։ Իսկ բնության լուսանգարիչները կաշխատին առանձնացնել այս կյանքի ու բնաստի բայկարը։ Դարեխներուն այս քաղտը Վանի շրջանի գենսապազմաշինության հուշող նմուշ մնե Արևմտյան Հայաստանի մորցված բնական հարստություններուն վկայություն։ Շարժապատկերը հզոր մշակութային գործիք մնայ եւ հայրու ցեղասպանության նյութով ֆիլմերը էական թեր ունենան պատմական հիշողության պահպանման մեջ։ Կներկայացնենք քանի նշականալի ֆիլմեր, որոնք գեղարվեստական լեզվով անդրադարձած են 1915-ի ոճակորձության։ Նահաբետ Հենրիկ Մալյանի ֆիլմը կպատմե մարդու մասին, որ ընտանիքը գործընծուցած է եղերնի դարիներուն եւ կփորձե նոր կյանք մսկսիլ։ 1915 հոգեբանական պատմություն, ուր թատերական ներկայացումով փորձ կլա հիշել զոհերը։ Ավրորայի լուսապացը Ավրորա Մարդիկյանի իրական պատմությունը, որ մեծ արձագանք ստացավ ամնի մեջ։ Մայրիկ Անրի Վերնոյի ինքնագենսագրական ֆիլմը փրկված ընտանիքի ու մանկան հուշերուն շուրջ։ Արդյունքներու ակարագը իդալական արտադրությունը Վանի իրադարձություններու մասին։ Ծորի Միրոն Մուշեղ Կալշոյանի վիբակի հիման վրա քաղտականի ողբերգական պատմություն։ Սողոմոնի երկերը Կոմիդասի Համիդյան չարտերու եւ քաչության մասին։ Արարատ Ատոմ Մեգոյանի ֆիլմը ցեղասպանության եւ ճշմարտության որոնման մասին։ Խոստում Սիրային պատմության հիմքով ցեղասպանության եւ Օսմանյան գայսրության վախճանին մասին։ Սպի Ֆաթիհ Ահակնի ֆիլմը Աղջիկները փնտրող Նազարեթի մասին։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեсած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։